Այդ ընդհանուր համակարգում ամբողջ մենք աշխատելու ենք, որպեսզի աշխատավարձները բարձրացվեն, բայց դա լինելու է փուլային բնականաբար, ինչպես արդեն գիտեք եւ արդեն նշեցինք բյուջեում նախատեսվել է մեր մանկապարտեզների, ամբողջ կազմը աշխատավարձները բարձրանում են 20%-ով, դա բավականին մեծ բեռ է բյուջեի վրա, 1 միլիարդից ավել, բայց այդ ամեն ինչը շարունակական է լինելու նաեւ սպորտային մեր մարզադպրոցների, ինչպես նշեցիք, եւ այլ բոլոր այն կազմակերպությունների, որոնք մեր տիրույթում են քաղաքապետարանի 100% բաժնեմասն այդ ՓԲ-ները կամ ՀՕԱԿ-ները կամ այլ կազմակերպությունները վերանայում ենք, լինելու է, բայց փուլային, եթե կարողանայինք մեկ օրում անել, վստահաբար կանեինք, առաջնային դա է դրված մեզ համար որպես նպատակ։ Եվ նշեմ նաև, իմ կողմից նաև հանձնարարական է եղել, որ ամեն վարչական շրջան պետք է ունենա իր բացօթյա մարզասրահը, շատ որակյալ գործիքներով եւ այլն կահավորված, սա նույնպես պետք է իրականացվի, որ թե չէ գիտեք, այս պահին գրեթե չկան կամ կան մարդիկ իջնում են մեր այդ հրազդան գետի մոտ, այնտեղ այդպես հետարքիր անունով չռիկ անունով, այդ վայրում պարապում են, բայց ամեն վարչական շրջան պետք է ունենա իր իր չռիկը ամեն վարչական շրջան պետք է ունենա այն կետը, որտեղ կհավաքվեն մարդիկ, ովքեր ուզում են ուղղակի մարզվեն, շփվեն, երիտասարդությունը նույնպես կգնա այնտեղ մարզվելու, իրար հետ շփվելու եւ այլն։ Այնպես որ այս առումով նույնպես մեծ